Բարև ձեզ, Բուն TV եթերում այսօր զրուցելու ենք դիվանագետ Հրաչյա Թաշչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թաշչյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Հաշվի առնելով, որ գործող դիվանագետ չեք եւ ազատություն ունեք նաեւ խոսելու, ոչ միայն խոսելու, այլ նաեւ կարևոր գրքեր հրատարակելու, ինձ համար շատ կարևոր էր անդրադառնալ այս գրքին, որ կոչվում է Մեր անհաջողության պատճառների եւ մարտահրավերների մասին։ Նախ եւ առաջ ես գրքի վերաբերյալ մի գրախոսական կարդացի, Կարեն Հարությունյանն էր գրել, որը անդրադարձել էր այն խնդրին, որ դուք պարտություն բառից առնվազն վերնագրի մեջ խուսափել եք։ Գիրքը կարդալիս ես իհարկե տեսա, որ դուք բոլոր գրեթե գլուխներում անդրադառնում եք պարտություն երևույթին, բայց կանդրադառնաք այդ քննադատությանը, ինչու վերնագրում չի արտացոլվել պարտություն բառը։ Շնորհակալություն հարցի համար։ Երկու նկատառում։ Նախ պարտությունը շատ ավելի առնչվում է պատերազմին, իսկ ես շատ ավելի լայն ինչ-որ մի ժամանակաշրջան եմ նայում, մոտավորապես մեր անկախության 30 տարիները, հա, եւ ես սա միտումնավոր կոչում եմ անհաջողություն։ Մենք հաջողություն չունեցանք մեր այս process-ի մեջ։ Հիմա չեմ ուզում մանրամասնել, որովհետեւ այդ դեպքում ես ձեր հարցերը բան կանեմ։ Այդ անհաջողությունները վերաբերում են իհարկե մեր process-ին է վերաբերում, այո, հաջողություն չունեցանք, այո, չունեցանք հաջողություն եւ երկրորդը, եստեղ էթիկական բաղադրիչներ կա հարցի, որ գիտեք, այսպես պարտություն ասելով մի տեսակ ինձ համար ես բան չի զգում այդտեղ կոմֆորտի մեջ չի զգում հոգեբանորեն, որ գիտեք ամեն մեկը չի որ իրավունք ունի խոսել պարտությունների մասին։ Պարտությունը մի շատ խիստ այնպես ծանր կատեգորիա է, որը որ այսպես դատավճիռ է եւ վերջ։ Իսկ անհաջողությունը շատ ավելի ճկուն մի հասկացություն է եւ վերջով դու կարող ես դուրս գալ անհաջողություններից, դու կարող ես հաղթահարել անհաջողությունները։ Այսինքն ես մեջը նաեւ լավատեսության այդ բաղադրիչն եմ դրել, արդեն հենց անվանման մեջ։ Պարտություններին անդրադառնալիս մեր պատմությունը որպես կանոն գտնում է ինչ-որ մեզնից դուրս պատճառներ բացատրելու, թե ինչու այդ պարտությունը տեղի ունեցավ դավաճանների պատճառով, ինչ-որ օբյեկտիվ այլ հանգամանքների, դուք անհաջողություն բառը կիրառելով նաև փորձել եք դուրս գալ այդ ծուղակից, այսպես ասած, եւ բոլոր ոլորտներին հատ առ հատ անդրադառնալով ցույց տալ, թե ինչպես հասունացան այդ անհաջողությունները, սկսած ինստիտուտների թերակատար լինելուց, քաղաքական մշակույթի ու համակարգի թերակատար լինելուց։ Ես կուզեի, որ այս զրույցի ընթացքում էլ մի փոքր խոսենք դրա մասին, սկսած 90-ականներից, ինչ կարևոր քայլեր առաջ, բայց նաև բացթողումներ ունեցանք, որ եկանք հասանք այս հանգրվանին։ Անշուշտ։ Նայեք, ամբողջ մի գրքի ամբողջ 3 մասից է գիրքը բաղկացած, ամբողջ մի մասը փաստորեն նվիրել եմ այս հարցին։ Ապացուցելու համար, ավելի շուտ ոչ թե ապացուցելու, այլ ցույց տալու համար, որ նայեք, սա պատահականություն չէր։ Այսինքն անհաջողությունը պատերազմում պատահականություն չէր, կար պատճառահետևանքային կապ եւ այստեղ պետք չի փնտրել ինչ-որ, գիտեք, բաներ, դավադրություններ եւ այլն եւ այլն։ Այդ դավադրության տեսությունը ընդհանրապես ինչ շատ էր բանանում, այստեղ անհանգստացնում, որ կա մեր հասարակության մեջ եւ փորձում են այդ միջոցով հիմնավորել պատերազմում տեղի ունեցած անհաջողությունը։ Եվ ես մեծ շեշտ եմ դրել դրա վրա, որ գիտեք, չէ, կան շատ լուրջ գործոններ, կան հանգամանքներ, որոնք որեցին հանգեցրեցին դրան։ Եվ այդ համատեքստում խոսում եք նաև ի տարբերություն մեզ Ադրբեջանում տեղի շատ մեծ, շատ ծավալուն է ձեր հարցը։ Հիմա ես մի քիչ չգիտեմ, որ կողմից մոտենամ, սկսեմ խոսել հենց, որովհետև շատ ծավալուն հարց տվեցիք, ամբողջ գրքի մասն էր փաստորեն ձեր հարցը։ Ես փորձեմ ավելի մասնավորեցնել հարցս։ Մինչև պատերազմին հասնելը եւ պատերազմի անխուսափելիությունը ցույց տալը, դուք խոսում եք նաեւ նրա մասին, որ անհաջողությունները սկսեցին նաեւ բանակցային գործընթացում, որտեղ մենք կարծես թե իսկապես անխուսափելի դարձրեցինք, պարզապես ժամանակաշրջանն էր անհայտ, թե ինչու երբ պիտի սկսվեր պատերազմը։ Բայց դրա մասին խոսելիս շատ շեշտադրում կար նրա վրա, որ մենք սխալ ընկալումներ ունեինք, թե ինչպես աշխարհը կարձագանքի, ինչպես մեր դաշնակիցները կարձագանքեն։ Երբ ես հասարակական
ակտիվությամբ զբաղվող մարդկանց հետ է մեզ հարցը քննարկում, թե ինչու հասարակությունը ուներ սխալ պատկերացումներ, շատ ավելի հեշտ է ուրվագծել։ Իսկ ինչպես քաղաքական համակարգն ու դիվանագիտական համակարգը ուներ այդ սխալ պատկերացումը։ Այսպես փորձեմ պատասխանել ձեր հարցին։ Նայեք, ամենասկզբից ես ուսումնասիրեցի բոլոր նյութերը, կարող եմ ասել երևի առանց բացառության, բոլոր հոդվածները արտասահմանյան փորձագետների, վերլուծաբանների, որոնք գրում էին մեր պատերազմի մասին։ Եվ այստեղ տեսա ես ամենասկզբից տեսա այդ քերություն երևույթը, այսինքն անհաջողություն երևույթը մեր կողմից, մեր զինված ուժերի եւ այլն եւ այլն։ Ընդ որում ոչ միայն ռեսուրսների մակարդակում, այլև կառավարման մակարդակում։ Բոլոր հարթությունների վրա միակ բանը, որ գրում էին դրական այսպես, դա այն էր, որ մեր զինվորների խիզախությունը, քաջությունը, ընդ որում նշվում էր, որ եթե դա չլիներ, պատերազմը շատ ավելի երկար կձգվեր։ Ես առանց որևէ բացառության բոլոր բաները, արձագանքները, բոլոր հոդվածները, բոլոր վերլուծաբանները, վերլուծությունները այդպիսի բան էին տալիս, գնահատական էին տալիս պատերազմին։ Իհարկե նշվում էր Թուրքիայի անմիջական օգնությունը եւ վճռորոշ օգնությունը, բայց ամեն դեպքում նշվում էր, որ հայկան կողմը պատրաստ չէր պատերազմին համարժեք կերպով։ Այսինքն եւ այս միանգամից այդտեղ միտք հղացավ զուգահեռներ անցկացնել, վերլուծել իրավիճակը, տեսնեք, թվային զուգահեռներ անցկացնել, եւ ես դա արեցի ամենասկզբից գրքում։ Ուրեմն բոլոր պետության հզորությունը, պետության ուժը կազմող բոլոր բաղադրիչներով ես փաստորեն համեմատական եմ անցկացնում, Բաղդադում եմ հայկական ուժերը ադրբեջանական ուժերի հետ։ Եվ իշտես, պարզ վերլուծության, պարզ եզրահանգման ես գալի, որ մենք զիջում էինք ամեն ինչում։ Պլյուս Թուրքիան կար։ Հիմա այս բանից հետո, որ տեսնում ես, որ մենք զիջում ենք A, B, C եւ այլն բոլոր այս պարամետրերով, սկսում ես մտածել, իսկ հա տեսնեք, իսկ ո՞նց ենք պատրաստվել տնտեսապես, ընդհանրապես ինչպես էր պետությունը պատրաստվել։ Եվ ես գնացի երկրորդ ուրեմն ուսումնասիրության խմբին, այսպես ասած, թե տեսնեմ ինչ էինք արել։ Այստեղ կրկին ես բան արեցի, գրքում համեմատականներ անցկացրեցի տնտեսական ցուցանիշների, մարդկային զարգացման ցուցանիշների եւ այլն բոլոր այդ կարևոր ցուցանիշների, որոնք որ կազմում են պետության հզորությունը այլ պետությունների հետ։ Մասնավորապես սովետական միության, նախկին հանրապետությունների եւ մի քանի այլ տարածաշրջանների պետությունների, որպեսզի ընդհանուր պատկերը բան լինի, պարզ լինի։ Օրինակ, շատ հետաքրքիր մի բան կա անգլիացի մի տնտեսագետ Angus Madison անունով, որը որ մի փայլուն հետաքրքիր աշխատություն է արել, հավաքել է անցյալ 200 տարիների, 2 դարերի վիճակագրական տնտեսական վիճակագրական տվյալները։ Եվ ես ինչ գտա այնտեղ կար ուրեմն 1973 թվականի Հայաստանի տվյալները, այսինքն սովետական միության հանրապետությունների տվյալները։ Եվ երբ որ համեմատեցի 73 թվականը 2000-ի եւ 2020-ի հետ, պարզվեց որ մենք նահանջ ենք ապրել։ Սկզբում մենք 73 թվականին բավական լավ ցուցանիշներ ունենք եւ մենք ուրեմն առաջ էինք սովետական միությունում զիջում ենք միայն Բալթյան հանրապետություններին եւ Ռուսաստանին, իսկ ուրեմն 20-ական, եթե նայենք 18-20 թվականների տվյալները, կպարզվի, որ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով մենք զիջում ենք անգամ ամենաթույլերին Մոլդովային եւ Ուկրաինային։ Յետսովետական երկրներում ամենավերջը։ Այսինքն եթե այս եզրահանգմանն ես գալիս, ուզում ես արդեն նայես երրորդ քայլը անես, ասես, հալավ տեսնենք ինչ են արել։ Չէ որ նայեք, տնտեսական զարգացումը, պետության հզորացումը, այսպես ուղիղ ածանցյալ է քաղաքական զարգացումից եւ քաղաքական ինստիտուտների զարգացումից։ Եվ այդ խնդիրը ես սկսեցի լուծել հետագայում գրքում, փորձեցի դիտարկել եւ դիտարկեցի իհարկե 30 տարիների մեր անցած ճանապարհը քաղաքական բարեփոխումների եւ տնտեսական զուգահեռ ընթացող բարեփոխումների տեսանկյունից։ Այստեղ ես ներողություն իհարկե ասի։ Այդ տեսանկյունին անդրադառնալիս դուք շատ կարևոր այդ օբյեկտիվ պատճառը նշում եք, որ այն նպատակը, որ դրել էր պետությունը իր առաջ, փակ սահմաններով եւ կոնֆլիկտը չլուծված լինելու պարագայում հնարավոր չէր լուծել։ Ես այստեղ մի դիլեմա եմ ցույց տալիս, երկընտրանք, ասում եմ նայեք, փաստորեն 1900 ես մի տարեթիվ եմ ընտրել, ինչ որտեղ պայմանական է տարեթիվը 1998 թվական։
Բայց նաև շատ ռացիոնալ պատմական իմաստով սիմվոլիզմ կա մեջ, իհարկե, բայց ես այսպես պայմանական մի հատ թիվ եմ ընտրել, ասում եմ նայեք 98 թվականից հետո 98 թվականին արդեն մեզ մոտ առաջացավ այդ երկընտրանքը։ Ինչ անել։ Ես մինչ այդ խոսում եմ, նայեք, այսպես մի բանաձև է փաստորեն առաջացել 98 թվականին արդեն։ Ստատուս քվոն պահում ենք, թե կամ ստատուս քվոն պահում ենք եւ ձգտում ենք այս տարածքները պահպանելով, չգիտեմ, ձգձգելով առավելագույն ինչ-որ բաների հասնել, արդյունքների հասնել, բանակցային գործընթացում եւ կարգավորման գործընթացում կամ մտածում ենք զարգացման մասին։ Ես փաստորեն գալիս եմ այն եզրահանգման, որ մեկը մյուսի հետ համատեղելի չէին։ Ինչի համար, շատ պարզ, այստեղ եթե թույլ տաք ես մի քիչ մանրամասն, որովհետեւ անհնարին է առանց մանրամասնելու ասել, խոսել այս հարցի շուրջ։ Նայեք, ինչ բանաձև գոյություն ուներ Հայաստանի համար եւ աշխարհի ցանկացած երկրի պետության համար, գուցե մինչեւ հիմա այդ բանաձևը գործում է։ Նայեք, պետությունները զարգացման, այսպես պայմանական 3 փուլ են անցնում՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն եւ ծառայությունների ոլորտ։ Հիմա նայեք, մենք այն փուլում ենք գտնվում մեր զարգացման, որ մեր զարգացման ճանապարհը միայն ու միայն պետք է ընթանար, կարող էր ընթանալ արդյունաբերության, արդյունաբերական արտադրության զարգացման ճանապարհով։ Դրա մասին է, որ այդ ճանապարհը չուներ այլընտրանք, գիտեք, համարյա աքսիոմատիկ մի բան է եւ վերջին 30-40 տարիների ողջ աշխարհի փորձն է դրա մասին վկայում։ Լինի դե հեռավոր արևելքի երկրներ, օրինակ Հոնկոնգ, Սինգապուր, Թայվան, Հարավային Կորեա, լինի դա Չինաստանը, բոլորը ապացուցում են, որ միայն արդյունաբերական արտադրության զարգացման ճանապարհով կարելի է հասնել բարձր ցուցանիշների։ Այսինքն ինչի է դա մեծ պետք ընդհանրապես հարցը չի առաջանում։ Եթե մենք ունենք մարտահրավեր, անվտանգային մարտահրավեր Ադրբեջանի կողմից, ապա պետք է լինենք հզոր, որպեսզի այդ մարտահրավերին կարողանանք դիմակայել։ Հզոր լինելու համար պետք է տնտեսություն զարգացնել։ Տնտեսություն զարգացնելու համար պետք է ունենալ ուրեմն արդյունաբերություն։ Իսկ արդյունաբերության համար անհնարին է արդյունաբերությունը զարգացնել առանց բաց ճանապարհների, առանց ունենալու նորմալ բնականon հարաբերություններ հարևանների հետ, դրացիների հետ։ Նայեք, անգամ եթե ասենք Նավ պատերազմ չկա, բայց եթե պահպանվում է լարվածությունը, եթե կա պատերազմի վերսկսման վտանգը, դա մեծ քաղաքական ռիսկեր է առաջացնում եւ դա վանում է բաներին, ներդրողներին։ Այսինքն հնարավոր չի։ Այս բանի մեջ, այս շղթայի մեջ մի հատ կարևոր բան բաց թողեցի, ներդրում բառով, որ պետք է արտահայտել, դու չես կարող հրապուրել ներդրումների, եթե ունես քաղաքական ռիսկեր։ Իսկ Հայաստանում, Հարավային Կովկասում մշտապես բարձր են քաղաքական ռիսկերը, որովհետև մշտապես քանի որ հակամարտությունը մնում էր չկարգավորված, բարձր էր մնում քաղաքական ռիսկերը։ Պատերազմ վերսկսելու հավանականությունը եւ որպես հետևանք ներդրողների համար քաղաքական ռիսկերը բարձր էին մնում։ Իսկ հիմա բարձ բացատրեցիք։ Այո, իհարկե, եւ դուք նշեցիք, որ 98-ը պայմանական է կընտրում որպես տարեթիվ, բայց նաեւ հավելեցիք, որ ռացիոնալ նաեւ օբյեկտիվ բացատրություն կա, որովհետեւ 98-ին ի վերջո քաղաքական համակարգում Հայաստանի հաղթեց այն տեսակետը, որ հնարավոր է ստատուս քվոն պահպանելով փակ սահմաններով այդ զարգացումը ապահովել եւ մենք փաստորեն 20 տարի հետո միայն առերեսվեցինք այն խնդրի հետ, որ դա անիրագործելի մի նպատակ էր։ Այս բոլորին դուք շատ մանրամասնորեն անդրադառնում եք, նաև զարգացումներին, տարբեր իշխանությունների օրոք թե ինչ է արվել, բայց այստեղ էլ առանց անունների որպես կանոն։ Պարզապես նշում եք, սա ավելի շատ այն նպատակով, որպեսզի այդ ներքաղաքական դեռևս շարունակվող բանավեճերին չմասնակցել։ Ներքաղաքական հարցերով բազմաթիվ մարդիկ զբաղվում են, ես իմ առջև այդ խնդիրը չեմ դրել, իմ առջև դրել եմ, նայեք, եթե որպեսզի լինեի հնարավորինս օբյեկտիվ, պետք է եւ անաչառ, ուրեմն պետք է անուններ չտայ, պետք է չցույց տայ, թե ում եմ ավելի, չգիտեմ, նախընտրում եւ այլն, թեպետ ես ունեմ իմ տեսակետները բնականաբար որպես Հայաստանի քաղաքացի եւ դա միտումնավոր եմ արել, որպեսզի վերլուծությունը հնարավորինս անաչառ եւ օբյեկտիվ լինի։
Այսինքն կողմնակալությունից զերծ։ Անուններ չեք տվել, փոխարենը շատ մանրամասն գրել եք, թե յուրաքանչյուր քայլ եւ ընդունված որոշում ինչ հետևանքների է հանգեցրել։ Այս դրան նորից եմ ուզում անդրադառնալ։ Երբ խոսում ենք նրա մասին, որ քաղաքական ղեկավարությունը ուներ այն ընկալումը, որ պատերազմի պատրաստվելիս ուներ այն տեսակետը, որ դա կամ չի լինելու այդ պատերազմը, կամ լինելու է կարճատև։ Որտեղից այդ ընկալումը դաշնակցի հետ հարաբերություններում ինչպես են ձևավորվում այդ ակնկալիքները դաշնակցային պարտավորությունները։ Մի փոքրիկ sense վերադարձանեմ ձեր 98 թվականին, նայեք, երբ որ հետադարձ հայացք ես նետում, դու հասկանում ես, որ այդ երկխոսության մեջ այդ որ ասեցի կա դիլեմա, որ կա, ուրեմն փաստորեն ապացուցվեց այն տեսակետը, որ դու չես կարող գալ քո համար բարենպաստ, քեզ համար բարենպաստ պայմանների առանց զարգացման, այսինքն հնարավոր չէր զարգանալ առանց կարգավորման եւ դա այդ հետադարձ հայացքը նետելով հասկանում ես թե 98 թվականի կարեւորությունը ինչքան մեծ է եղել, ինչքան շրջադարձային է եղել մեր պետության համար։ Իսկ ձեր հարցը դաշնակցային ակնկալիքները ինչպես են ձևավորվել։ Ես համել այնտեղ հնարավորինս մանրամասնորեն խոսում եմ մեր այդ ուրեմն արտաքին քաղաքական ընկալումների եւ այսպես անվանենք, հա, սխալ հաշվարկների մասին։ Եվ ասում եմ, որ մի գուցե, հա, 10 կարծես կետ եմ դեռ նշում, որ ասում եմ, սա մեր ազգային անվտանգության, այսինքն պետության անվտանգության հայեցակարգն էր, որը որ ոչ թե թղթի վրա էր դրված, թղթի վրա շատ ֆորմալ մի հայեցակարգ ենք մենք ունեցել, որը որ եթե չեմ սխալվում ընդունվել է առաջին անգամ 2007 թվականին։ Հետո 20-ին։ Հա, եւ 20-ին է ընդունվել։ Նա շատ ձևական բնույթ էր, այսպես բանի համար, հանրության համար, աշխարհի համար եւ բնական է գուցե։ Բայց մեր մտքում ինչ ենք ունեցել մենք, այդ կետերով ես շարադրել եմ այնտեղ ինչեր կային, որ նայեք, առաջինը ամենակարևորը, որ Ռուսաստանը ունի մշտական շահեր մեր տարածաշրջանում, նա գերիշխող տերությունն է այստեղ, իր ներկայության համար առաջին հերթին մեզ վրա է հենվելու։ Մենք ենք իր ապավենը եւ այսպես առաջնային միակ եւ առաջնային գործընկերն ու դաշնակից է, այդպեսի ընկալում կար։ Ոչ միայն մեր հասարակությունում, գուցե նաեւ մեր քաղաքական էլիտայում փաստորեն այդպեսի ընկալում կար։ Թուրքիան այսպես երկրորդական պլանի մի պետություն է եւ այլն մշտական հակադրություն կա Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ եւ հետը միասին գոյություն ունի ուրեմն արևմուտքը, որը որ հեչ շահագրգռված չի, որ Հայաստանը կամ հայ ժողովուրդը պարտվի եւ ամենակարևորը գոյություն ունի միջազգային իրավունք եւ աշխարհի համակարգը համաշխարհային, հա, այդպես են ասում, համակարգն միջազգային հարաբերությունների այնպես է, որ գործում են կանոններ կամ միջազգային իրավունք, գործում են միջազգային ատյաններ, կարող է դիմել, բողոքել եւ ինչ-որ բաներ ստանալ, այդ աջակցություն ստանալ այդ ատյաններից։ Այս փաստորեն այս ամեն ինչը 2020 թվականին հոդս ցնդեց, այս ողջ պատկերացումները։ Պարզվեց, որ Ռուսաստանը արտակարգ խորը եւ կարեւորագույն հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը կարեւորագույն պետություն է այդ երկրի համար։ Պարզվեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները շատ ջերմ են եւ շատ գործընկերային եւ շատ մեծ նշանակություն ունեն Ռուսաստանի շահերի տեսանկյունից։ Եվ մի բան էլ պարզվեց, որ գիտեք միջազգային իրավունքներ մի առանձնապես ուրեմն գործող մեխանիզմ չի, գործիք չի։ Եվ պարտադրանքի գործիքակազմ չունի։ Պարտադրանքի գործիքակազմներ շատ թույլ է։ Հատկապես նայեք 2020 թվականն է, հա, եւ փաստորեն ինչի հենց 2020 թվականին տեղի ունեցավ պատերազմը։ Սա ձեր հարցի համատեքստում է, որովհետեւ նայեք ամենաթույլն էին այդ գործիքները։ Համավարակի պատճառով համավարակը փաստորեն սառեցրել էր դիվանագիտական կյանքը աշխարհում եւ այլն եւ կար Ամերիկայում կար նախընտրական շատ թեժ կատաղի պայքար եւ փաստորեն ոչ միայն Ամերիկան, այլ նաև ոչ միայն Միացյալ Նահանգները, նաև Եվրոպան այդ համավարակ եւ այլն այդ համալիրը հարցերի իրենց ուշադրությունը շեղում էր հարց մեր տարածաշրջանից։ Նախագահ Թրամփն էր, որը նախագահ Թրամփն էր դեռևս, այո, նախագահ Թրամփն էր եւ բայց այստեղ մի ուրիշ շատ կարեւոր հանգամանք կա, որին
Ես մեկ այլ հարցազրույցին անդրադարձել եմ, բայց վախենում եմ կրկնվել, բայց անհնարին է դրան այդ կետը շրջանցել։ Նայեք, ինչ տեղի ունեցավ 2000-ականներին առաջի տասնամյակ եւ երկրորդ տասնամյակներ ներառյալ Թուրքիան շատ տնտեսապես շատ առաջ անցավ։ Ուրեմն մոտարապես 10-12 տարվա ընթացքում տարեկան 7.5% տնտեսական աճ էր ունենում։ Այսինքն եւ ամենակարևորը այդ տնտեսական աճին համընթաց զուգահեռ նրանք սկսեցին փորձել վարել ավելի անկախ արտաքին քաղաքականություն, արևմուտքից ավելի անկախ։ Եվ նաև ռազմական միջամտություններ։ Այո, եւ եթե նայենք, տեսնենք 2020 թվականին իդեպ մի ամիս առաջ, 2 ամիս առաջ մեր պատերազմից էսկալացիա եղավ բանի Թուրքիայի ափերին եւ Կիպրոսի ափերին, Թուրքիան այսպես շատ համարձակ կերպով, շատ հանդուգն կերպով ձեռնոցեր նետել եվրոպական պետություններին։ Եվ անգամ Եվրոպական միության 7-8 պետություններ միջերկրականի հավաքվեցին եւ ասացին, գիտես, քո նկատմամբ մենք բան կիրառենք։ Իսկ իմ Հայաստանից էլ այդ ժամանակ հայտարարություն եղավ քաղաքական, որին շատ կտրուկ պատասխան։ Գուցե, հա։ Այսինքն դա մի շատ արդեն այլ որակի պետություն էր։ Եվ ես այս ամբողջ գրքում իմ այսպես լեյտմոտիվով այսպես գնում է, որ նայեք, այն հարաբերությունները Ռուսաստան-Թուրքիա, այն հարաբերակցությունը ուժերի, որին մենք վարժված ենք եղել վերջին համարյա 200 տարիների ընթացքում վերացել էր արդեն 21-րդ դարին։ 21-րդ դարի առաջի 2 տասնամյակներում փաստորեն այդ հարաբերակցությունը ուժերի փոխվել էր։ Ես չեմ ասում Թուրքիան ավելի ուժեղ էր դարձել, հա, բայց Ռուսաստանն էլ ավելի թույլ էր դարձել։ Բայց այն հարաբերակցությունը, որ կար, նայեք, դարի սկզբին 20-րդ, ես այնտեղ թվեր եմ բերում, որ մի քանի անգամ Ռուսաստանը 10 անգամ գերազանցում է բնակչությամբ, ՀՆԱ-ով, չգիտեմ, 7-8 անգամ է գերազանցում եւ այլն եւ այլն։ Այդ հարաբերակցությունը այլևս չկար։ Այսինքն Ռուսաստանը նախ պետք է հաշվի նստեր Թուրքիայի հետ մեր տարածաշրջանում եւ երկրորդը իսկ ինչու հաշվի չնստեր։ Դուք նաև կարևոր մի հանգամանքել եք անդրադառնում 14 թվականին Ղրիմի անեքսիայից հետո արևմուտքի հետ արճակատում։ Ինչու հաշվի չնստեր եւ ինչու հետո բարեկամություն չաներ։ Պարզապես շատ ձեռնտու է Թուրքիայի հետ գործընկերային հարաբերությունները։ Եվ այստեղ գալիս է շատ մի անկյունակարային մի շատ պահ, այսպես ասած, շրջադարձային պահ 2014-2015 թվականները։ Նայեք ինչ է սա նշանակում Ռուսաստանի համար։ Նա անգամ կարելի ասել 2008 թվականը Նյուրխենի անվտանգության գագաթաժողովին, համաժողովին նախագահ Պուտինի ելույթ, երբ որ ինքը ասաց, լսի, վերջացավ, մենք այդ մեկ նահանջել ենք, աշխարհակաղակական մեծ նահանջներ ենք ապրել սովետական միության փլուզումից հետո, բայց հիմա վերջ։ Մենք գալիս ենք ուրեմն վերականգնելու մեր իրավունքները, օրինակ որ շատ լեգիտիմ են այդ բաները, պահանջները, մենք գալիս ենք վերականգնելու մեր պահանջները։ Գիտեք, այն որ ասում են ականջալուր երևի թե մենք չեղանք, բայց դա նայեք ինչպես արդեն ավելի բյուրեղացավ 2014-15 թվականին 2008-ին ռուս-վրացական պատերազմը։ Ռուս-վրացական, իսկ հետո 2014-15 թվական, նայեք, սա ինչ է նշանակում Ռուսաստանի համար, որ Ռուսաստանը շատ լավ գիտակցում էր, որ նա փաստորեն գնում է արևմուտքի հետ հարաբերությունների էսկալացիայի։ Երբ որ գնում ես էսկալացիայի, այսինքն վատ տարածման էր հարաբերությունների գնում, պարզ էր, չէ՞, որ այդ գործողությունները հանգեցնում են վատ տարածման, եւ հակառակ կողմից որոշակի գործողություններ էին դրանք բան անելու։ Ես մի հատ բառ եմ հորինել, կներեք ուզում օգտագործել, ձգանել։ Ձգանելը թարգմանել եմ trigger-ից անգլերեն, չգիտեմ, բաց չի։ Այդ, հա, այսինքն հակադարձ գործողություն էր բնականաբար դա առաջացնելու։ Եվ այդ պայմաններում, երբ որ դու ունես այդ հակադրությունը արևմուտքի հետ, բնականաբար պետք է փնտրես դաշնակիցներ, գործընկերներ։ Իսկ Թուրքիան բնական գործընկեր էր դառնում Ռուսաստանի հետ։ Նույն Ադրբեջանի մասին է կարելի ասել։ Այնպես որ նայեք 2008-2015 թվական մինչև կարելի ասել 2015-16 թվականից հետո մենք ունենք շատ փոխված, լրջորեն փոփոխված քաղաքական պատկեր մեր տարածաշրջանում, որը որ հաստորեն մենք հաշվի չենք առել։ Եվ ասածս ինչն է, որ 2000 նույնիսկ վերադառնենք այդ բան մեր խորհրդավոր այդ տարեթվին 1998։ 98-ը այն տարին էր, որ մինչև որը մենք ունենք առավելություն։ Եվ ակնհայտ առավելություն ունենք։
Երբ որ դու առավելություն ես ավելի հեշտ է գնալ բանակցությունների, ավելի հեշտ է գնալ հարցի կարգավորմանը։ 1999-ին արդեն ստորագրվեց Բաքու Ջեհեման պայմանագիրը, Ադրբեջանը սկսեց արդեն կառուցել այդ ամեն ինչը, 2005-ին 6-ին շահագործման հանձնեց եւ սկսեց եկամուտներ ստանալ, Թուրքիան ինչպես ասեցի, զարգանում էր արագորեն եւ ինչքան նայեք, ինչքան փոփոխություններ տեղի ունեցան։ Այսինքն այն բարենպաստ պայմանները, որ մենք ունեինք 2008-ին, 1998-ին, այլևս երբեք չունեցանք։ Դուք գրքում անդրադառնում եք նաև մեր ներկա մարտահրավերներին, որ ոչ միտեղ չեն անհետացել, մի բան էլ սաստկացել են ավելի, եւ անդրադառնում եք նաև այն հարցերին, թե ինչպես ոմանք պատասխաններ առաջարկելիս այդ մարտահրավերներին, նույնիսկ ընկնում են այդ ծուղակը սխալ հաշվարկների։ Օրինակ, կա մի հոսանք քաղաքական, որը համարում է, որ ենթադրենք միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի հետ հնարավոր կլինի չեզոքացնել այդ մարտահրավերները, եւ դուք ինձ համար շատ կարեւոր էր, որ կետ առ կետ ցույց եք տալիս, որ դրա մեջ նույնպես հաշվարկների ինչ որ սխալ կա, որովհետեւ մենք դա համարում ենք, որ նույն ԽՍՀՄ-ն է լինելու այնինչ այդպես չէ, կուզեի դրա մասին էլ մի փոքր մանրամասներ, որովհետեւ երկու տարբեր կարծես ծայրահեղացված մոտեցումներ կան հիմա, թե ինչպես դուրս գալ այս անվտանգության դիլեմայից։ Ես նայեք ինչպես եմ գրել, ասեմ, չգիտեմ, ես ընդ որում ասում եմ, ես չեմ իմանում, չգիտեմ թե ինչպես կարելի է դուրս գալ։ Իդեպ դա էլ նշեմ, որ դուք շատ գրեթե բոլոր առաջարկների մեջ այդ նշում եք, որ հստակ պատասխան դժվար է տալ, բայց վերլուծում եք, թե ինչ սխալ հաշվարկներ կան ենթադրյալ պատասխանների մեջ, եւ դա շատ արժեքավոր է դարձնում գիրքը։ Ինչպես ասեմ, դες իբրև ցանկություն, իբրև Հայաստանի քաղաքացու տեսանկյուն, ես ասում եմ, որ ինչպես էլ դուրս գանք այս վիճակից, այսօրվա մարտահրավերների վիճակից, ծանր վիճակից, դժվար վիճակից, չպետք է զիջումներ անենք նրանում, ինչ վերաբերում է մեր ինքնությանը եւ մեր ինքնիշխանությանը։ Սա է իմ հիմնական, այսպես ասած, ուղերձը դա է։ Եվ ձեր վերլուծությունից ստացվում էր, որ Ադրբեջանից ու Թուրքիայից եկող մարտահրավերները ֆիզիկական են եւ սպառնում են մեր ինքնությանը, այնինչ հյուսիսից կարող են նաև մեր ինքնիշխանության համար մարտահրավերներ լինել։ Միայն այն դեպքում, եթե դու մտնում ես ինչ-որ տես մի կառույցի մեջ, որը որ ես պայմանականորեն անվանել եմ նյութենական պետություն, այսինքն, եթե դու կորցնում ես քո ինքնիշխանությունը, այդ դեպքում բնական ես բաներ եմ տեսնում, սպառնալիքներ եմ տեսնում, դու դառնում ես այս տարածաշրջանում շատ մեկուսացված մի երևույթ, մի պետություն։ Դուք նշել եք, լուծումը կարծես լուծում էլ չէ։ Հա, լուծում էլ չի դա փաստորեն, էլի փաստորեն դա հետաձգում է փաստորեն մարտահրավերներին արձագանքելու մեր որտեղ մի քանի տարի անց նորից կարող է Ռուսաստանը Թուրքիային ինչ-որ նորից իրավիճակը կարող է փոխվել, ինչ ասես կարող է տեղի ունենալ եւ մենք այսինքն մեր խնդիրը, առաջնային խնդիրը մեր դրացիների հետ հարաբերությունների կարգավորելն է։ Թե ինչպես կարողանանք, ես ասում եմ նորից, իհարկե իմ ցանկությունն է արժանապատվորեն դա անել եւ այլն, բայց սա է խնդիրը։ Մեր խնդիրը դառնալ հզոր, կարգին, այսպես զարգացած ամուր պետություն, որը որ լավ տնտեսություն ունի, որը որ հրապուրիչ է արտաքին աշխարհի համար, հա, սա է խնդիրը։ Եվ եթե դու դառնում ես, եթե դու կորցնում ես քո ինքնիշխանությունը, դու հազիվ թե այս նպատակներին հասնես։ Եվ երբ որ գիտեք, երբ որ դու կորցնում ես քո ինքնիշխանությունը, դու վերածվում ես մի միավորի, որին դիտում են որպես այն պետության շարունակություն, հոգուտ որի դու զիջել ես քո ինքնիշխանությունը։ Իսկապես, հա։ Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև գիրքն ընթերցելու ողջ ընթացքում այդ զգացումը ունեի, որ սա հեղինակել է մի մարդ, ով իսկապես սրտացավորեն ուզում է պատասխաններ գտնել եւ ընթերցողի հետ կարծես փորձում է այդ ոլորաններում գտնել այդ հնարավոր պատասխանը։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ հետաքրքիր զրույցի համար։ Ստեսություն։